Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մայիսի 9-ն է, այս տոնը տարբեր հակասական զգացմունքներ է իմ մոտ առաջացնում, քանի որ մենք նախկինում տոնում էինք եռատոն, հիմա եռատոն տոնել չենք կարող, այն պատճառով, որ արիք անկեղծ լինենք, ժամանակին շատ պուտինասեր եղանք, օտարասեր, ռուսասեր, կաշառասեր, ընդհանուր եմ ասում, քանի որ այդ ժամանակ այդ խմբակով էր ղեկավարվում մեր երկիրը, ինչի պատճառով մենք չկարողացանք կառուցել անկախ, նորմալ, հզոր տնտեսությամբ եւ ամուր բանակով պետականություն եւ հետևանքը եղավ այն, ինչ այսօր ունենք։ Շատ տխուր է իրականում։ Դրա համար շատ հակասական զգացմունքներ այս տոնը առաջացնում ինձ մոտ։ Ինչ վերաբերում է երկրորդ համաշխարհային պատերազմին, դա բնականաբար մեր հաղթանակն է եւ այսօր երբ Ռուսաստանը փորձում է ամբողջ աշխարհին ասել թե իրենք են տարել հաղթանակ եւ մենք կողքից օգնել ենք մնացած ազգերը, իրականում դա այդպես չէ։ Մենք բոլորից շատ զոհ ենք տվել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ մեր ներկայությունը հայ ազգի ներկայությունը երկրորդ համաշխարհային պատերազմին անգնահատելի է։ Անպայման սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում կրկին ձեր լայքերը դնելու, քանի որ երեք շատ կարևոր հրաշք գործեցին ձեր լայքերը եւ մեր հաղորդում բավականին լավ տարածում գտավ։ Սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից, հետո կխոսենք Ուկրաինայից ու Իրանից։ Ասեմ, որ թե Ուկրաինայից եւ թե Իրանից բավականին կարևոր հարցեր ունենք քննարկելու, բայց դա չի նշանակում, որ Հայաստանից չունենք խոսելու։ Իմիջիայլոց երեք մեր հայրենակիցներից մեկը գրել էր, թե լավ է այլ թեմաներով անեք հաղորդում, քանի որ զզվել ենք արդեն ներհայաստանյան այդ երուզերից նախընտրական հասկանում եմ։ Լրիվ կիսում եմ, հատկապես այն պատճառով, որ մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակի հիմա Հայաստանում նախընտրական, բայց երեք մի պահ, երբ որ ես Facebook էի մտել եւ տեսա Արման Բաբաջանյանի ուղիղ եթերը, խոսում էր Ռուբեն Մեհրաբյանը ավտոբուսի միջից, իր մի միտքը իմ դուրը շատ եկավ, հիմա խոսքը ոչ թե իշխանափոխության մասին է, այսինքն իրենց ընտրապայքարի մասին էր խոսքը, ասում են հիմա մեր նպատակը այն է, որ ընդդիմափոխություն տեղի ունենա։ Եվ դա ոչ միայն իրենց խնդիրն է, ես տեսնում եմ, որ դա համապետական, համազգային խնդիր է դարձել, եւ մենք պետք է հասնենք դրան։ Այս ընտրություններով շատ դժվար կլինի դրան հասնել միանշանակ, բայց ես կարծում եմ, որ 5 տարիների ընթացքում, այս գալող 5 տարիների ընթացքում մենք պետք է զբաղվենք կոնկրետ ընդդիմափոխությամբ։ Այս ձևի ընդդիմությունով այլևս անհնար է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Երեք նաև կարևոր է, որ Ռադար Արմենիայի տեղեկություններով սկզբում նաև հետո նաև տեսանք պաշտոնապես հաստատված հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կրկին խուզարկություններ են տեղի ունեցել, այս անգամ Շիրակի մարզի Անի համայնքում կաշառք տալու վերցնելու քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հաստատի կաշառք տալը եւ ստանալը շարունակվում է եւ այն դերևս ցավոք սերտի կրում է massայական բնույթ, մի կողմից լավ է, որ հասարակությունը այդ մասին իրազեկվում է, բայց ես կարծում եմ, որ ավելի ակտիվ է պետք պայքարել, քանի որ տեսնում ենք այդ ամենը չի կանգնեցնում փաստացի կաշառք բաժանողներին եւ ստացողներին, այսինքն այս ձերբակալությունները չեն կանգնացնում, դրա համար ավելի massայական պետք է հայտնաբերվեն եւ պատժի ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր որ բաժանում եւ ստանում են կաշառք։ Մենք երեք նաև տեսանք Համվել Կարապետյանի նոր հայտարարությունները, ախտարշավ բառի դժվար արտասանումը, այդ ամենին մենք ականատես եղանք։ Կարևորը կարծում եմ, բայց այստեղ ամենաշատը կենտրոնանալ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի վրա։ Այդ հերախոսազրույցների մեջ ես տեսա, որ ինչ որ գողականներից են խոսում, քֆուր են դրել, ինչ որ նման մի բան, եթե ընտրեն Նիկոլ Փաշինյանին կամ ԿՊ-ին, իրոք սարսափելի իրավիճակ է ուրեմն Հայաստանում, բայց ես որքան գիտեմ իրական ճիշտ գողականները, իշտե շատ հեռու եմ այդ գաղափարներից, ընդհանրապես Խորհրդային Միության մեջ ստեղծված այդ գաղափարից, այս ընդհանրապես
հեռու եմ, բայց որքան գիտեմ, այդ գաղափարներով չպետք է տվյալ անձին ընդհանրապես մտնեն քաղաքականության մեջ նման կերպ ապրող մարդիկ, բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, եթե դա իհարկե համապատասխանում է իրականության, բայց այստեղ նաև պետք է մենք տեսնենք կապը Ռուսաստանի հետ, որ Սովետի հետ կապը կար, այդ ամենը ինչպես է աշխատում եւ ինչպես է ստեղծվել, մենք գիտենք, դրա համար պետք է նաև այստեղ հասկանալ, թե այդ ամենը որտեղից է գալիս, եթե իհարկե կրկնեմ, համապատասխանում է իրականության։ Զատուլինի հայտարարությանը եւս մի քանի խոսքով անդրադառնամ, նա ասում է, որ եթե Փաշինյանը հաղթանակ տանի, ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչելու կամ չպետք է ճանաչի Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, Զատուլինը ինչ տարբերություն, այս հաշվով նույնն է, երևի չի հասկանում այդ կան քաղաքականությունից, որ Ռուսաստանը առաջիններից կարող է լինի, ով ճանաչի Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, բայց մեկ բայցով կրկնեմ իրենք կփորձեն խժդժություններ ստեղծել, առաջացնել խառնաշփոթ Հայաստանում, սակայն առաջիններից մեկը կլինեն, ով կշնորհավորի Փաշինյանին հաղթանակի դեպքում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես դրանում գրեթե վստահ եմ, քանի որ Պուտինը այլ ելք չունի եւ կխոսեն բարեդրացիական հարաբերություններից, հայ-ռուսական խորը դաշնակցային ռազմավարական հարաբերություններից միանգամից իրենք որ ասում են այդ խոսքը պլաստինկան կփոխեն։ Երբ որ տեսնեն եւ համոզվեն, որ իրենց պլան A-ն եւ դրանից հետո նաեւ պլան B-ն տապալվել է։ Սա միանշանակ է։ Եվ այն հիստերիան, որը որ հիմա շարունակվում է Ռուսաստանի լրատվամիջոցներով, ռոպագանդիստների մոտ, իրոք զարմանք է առաջացնում, գիտեք ինչու համար, քանի որ Հայաստան գալուց առաջ Զելենսկին մեկնել էր Բաքու, այսպես մեկ շաբաթ էր անցել, ոչ ավել, երբ որ նա եկավ Հայաստան, բայց Բաքվում ավելի հետաքրքիր հայտարարություններ արվեցին եւ փաստաթղթեր ստորագրվեցին Ադրբեջանի եւ Ուկրաինայի միջև ստորագրվեցին ռազմական համագործակցության փաստաթղթեր։ Ադրբեջանն էլ, չէ, Ռուսաստանի Դաշնակիցն է, ռազմավարական գործընկերն է, Ալիևն էլ Պուտինի հարազատն է, ինչի չեն նկատում, որ նույն Զելենսկին այցելել էր նաեւ Բաքու եւ ահա այդպիսի փաստաթուղթ էր ստորագրում Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին կարծում եմ մենք պետք է շատ ավելի ակտիվ խոսենք։ Հայաստանից իհարկե շատ ավելի կարող ենք խոսել, բայց երևի թե այսօր բավարարվենք ահա այս կանով եւ խոսենք Ռուսաստանից, Ուկրաինայից, քանի որ այդտեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Երեք համացանցում հայտնվել էին տեսանյութեր, թե ինչպես ուկրաինական ԱԹՍ-ները հարված են հասցնում Գրոզնիին։ Ճիշտ է, Կադիրովը դեռևս չի հայտնվել, տեսախցիկների առաջ չի մեկնաբանում ամենահզոր Կադիրովը, բայց մենք նաև տեղեկացանք այն մասին, որ 13 օդանավակայան Ռուսաստանի հարավում 3 կաթվածահար էր արվել կրկին ուկրաինական անօդաչու սարքերի հարվածի հետևանքով, քանի որ օդային նավիգացիայի կարևոր շենքի մասնաճյուղին էին հարված հասցրել ուկրաինական ԱԹՍ-ները։ Եվ ամենակարևորը դա այն էր, որ Ուկրաինան ցուցադրեց Ռուսաստանին, որ կարող է մայիսի 9-ի շքերթը խափանել։ Արդեն իսկ որոշում կայացվեց, որ շքերթը ուղիղ չի հեռարձակվելու, 5 րոպե ուշացումով է հեռարձակվելու, այսինքն Ռուսաստանում հստակ մտահաղորդություն ունեին, որ Ուկրաինան կարող է հարվածել շքերթին։ Հենց բացի արտերկրյալ լրատվամիջոցները նույնպես չեն մասնակցելու այս տարի շքերթին, բայց հետո մենք տեսանք արդեն Զելենսկիի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը հրադադարը պահպանի, ապա Ուկրաինան նույնպես կպահպանի հրադադարը։ Դրան արդեն հետևեցին Դոնալդ Թրամփի կողմից հայտարարությունները եւ Դոնալդ Թրամփը տեղեկացրեց բոլորին, որ ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմում երրորդյա զինադադարի մասին։ Ճիշտ է, Ռուսաստանը երկօրյա էր ուզում ամսի 8-ին եւ 9-ին, բայց ինքը չստացավ ամսի 8-ին զինադադար եւ ստացավ հիմա 9-ին, 10-ին եւ 11-ին։ Դոնալդ Թրամփը ասում է, որ ինքը հույս ունի, որ դա երկար եւ շարունակական կլինի եւ մահացու եւ դաժան պատերազմի ավարտի սկիզբ։ Մենք տեսնում էինք զանգերը
Լավրովի, Մարկո Ռուբիոյին, դրանից առաջ Վլադիմիր Պուտինն էր զանգահարել Դոնալդ Թրամփին եւ հիմնական թեման դա էր, որ Ուկրաինային խնդրեն, Ուկրաինայի վրա ճնշեն, որպիսի Ուկրաինան հարված չհասցնի Մոսկվայում շեքերթին, հանկարծ ճիշտ է Զելենսկին Երևանում ասում էր, որ մենք դա կանենք, բայց տեսնում ենք, որ ռուսական կողմը իրոք շատ էր վախենում եւ դրա համար շատ ակտիվ իր բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությամբ ճնշում գործադրի Ուկրաինայի վրա։ Ես կարծում եմ, որ ինչ որ մի բան խոստացել են ամերիկացիները եւ ռուսները ինչ որ մի բան պետք է զիջեն, որ Ուկրաինան գնաց այդ քայլին։ Մենք նաեւ տեղեկացանք այն մասին, որ 1000-ի դիմաց գերիների փոխանակում է տեղի ունենալու Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, բայց ամենահետաքրքիր եւ սիմվոլիկ քայլը դա Զելենսկիի կողմից արված քայլն էր, որով որ ինքը փաստաթուղթ ստորագրեց, որ թույլ է տալիս Ռուսաստանի Դաշնությանը այս տարի անցկացնել մայիսի 9-ի շքերթը։ Դրանով Զելենսկին լուրջ ձևով ծաղրեց Վլադիմիր Պուտինին եւ ամբողջ աշխարհին ցուցադրեց, որ իր ձեռքում էր Ռուսաստանում մայիսի 9-ի այդ կարմիր հրապարակում ամենագլխավոր շքերթի անցկացնելու հարցը կոնկրետ իր ձեռքում էր, դրա համար ինքը այդպիսի հրաման ստորագրեց եւ ամբողջ աշխարհին ցուցադրեց այդ ստորագրված հրամանը։ Ահա կարծես թե այսպես հանգուցալուծվեց այն կարևոր ինտրիգը եւ այն մեծ մտահաղությունը, թե ինչ կարող է տեղի ունենալ մայիսի 9-ին շքերթից առաջ կամ շքերթից հետո կամ շքերթի ժամանակ Ռուսաստանի սպառնալիքները, Ուկրաինայի սպառնալիքները, նույնիսկ կարծես թե մի պահ այդ սպառնալիքները բարձրացրին կոնֆլիկտի վտանգը մինչև ատոմային վտանգ։ Բայց անցնենք Իրանին, քանի որ Իրանից նույնպես մի շարք կարևոր հարցեր կան քննարկելու։ Երեկվա բախման մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բոլորս ենք տեղյակ։ Առաջին դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ, որ երբ որ ամեն անգամ մենք մոտենում ենք դիվանագիտական լուծմանը, ինչ որ մի բան տեղի է ունենում, ինչ որ մի ուժ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին շարժում է, դրդում է գնալ ռազմական գործողությունների, այսինքն այդ բեռը առաջին ամբողջովին դնում Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա երեկվա սրացման, բայց իրականում մենք երեք խոսեցինք եւ հասկացանք, թե ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, ինչպես իրանական արագագնաց նավերը փորձեցին գրոհել ամերիկյան ականակիր նավերի վրա եւ ստացան հարված պատասխան։ Երեք նաեւ օրվա ընթացքում տեղեկանում էինք հատկապես երեկոյան, որ Դուբայում ծուխ է բարձրանում, կային տեղեկություններ, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ Իրանը կրկին դրոններ է կիրառել, չգիտեմ, այս լուրերը հետագայում արդեն չհաստատվեցին կամ շարունակություն չեղավ այդ ամենի, հիմա դժվար է ասել իրականում ինչ էր տեղի ունենում, սակայն իրանական ֆարս գործակալության տվյալներով այնուամենայնիվ մի քանի ծովային մարտեր շարունակել են գրանցվել Հորմուզի նեղուցում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, բայց ամենակարևոր խնդիրը այն է, որ մենք քիչ առաջ ստացանք տեղեկություն, թե արբանյակների միջոցով ֆիքսվել է, որ Խարկ կղզուց մոտ 3000 բարել նավթ լցվել է ծովը Հորմուզի նեղուցի մեջ, Հորմուզի նեղուցը լցվել, այն արդեն իսկ բավականին մեծ կետ է կեղտոտվածության առաջացրել Հորմուզի նեղուցում, 2 կիլոմետր ժամ արագությամբ այդ կետը ավելի ու ավելի մեծանում է, դրա մակերեսը այս պահի դրությամբ կազմում է մոտ 45 կիլոմետր, քառակուսի կիլոմետր եւ այն շատ արագ ձևով մոտենում է Բահրեյնին, Միացյալ Արաբական Էմիրություններին, բայց ամենամեծ խնդիրը այստեղ ոչ միայն էկոլոգիական աղետն է, այլ նաեւ այն, որ այդ երկրները, Պարսից ծոցի երկրները, արաբական երկրները, որտեղ որ կարող է հասնել այդ արդեն կեղտոտված նավթը 4 օրում, այդ ջրերում ունեն հատուկ համակարգեր, որով որ ջուրը աղազրկում են, փաստացի օգտագործում են արաբական այդ երկրները ջուրը խմելու համար, օգտագործման համար եւ հիմա եթե նավթը հասնի այդ աղազերծման
աղազերծման հատուկ կայաններին, պատկերացնում եք, չէ, ինչ աղետի դա կվերածվի Պարսից ծոցի երկրների համար։ Այս վտանգը վաղուց կանխատեսվում էր, որ Իրանը թե չկարողանա այլևս նավթը պահել ինչ-որ ռեզերվուարներում, չունենա տեղ, չի կարող արտահանել ծովային շրջափակման մեջ է, ապա ինքը պետք է լցնի արդեն այդ նավթը հենց Հորմուզի նեղուց էկոլոգիական մեծ աղետ եւ խնդիր ստեղծելով բոլոր երկրների համար, քանի որ Իրանը չի ցանկանում դադարեցնել նավթի արտահանումը, եթե դադարեցնեն կարող է չկարողանան վերականգնել, դրա համար գնում է այսպիսի վատ ահաբեկչական տերորիստական քայլ։ Սրանք նախնական տեղեկություններ են, բայց ես մի քանի տեղ փորձեցի ճշտել այդ ամենը կարծես թե համապատասխանում է իրականության, տարբեր են իմիջիայլոց տվյալները, տեղ կա որ նշում է 45 քառակուսի կիլոմետր, տեղ կա որ նշում է արդեն 95 քառակուսի կիլոմետր կեղտոտվածության կետի մասին եւ նախնական տվյալներով 3000 բարել նավթի մասին է խոսքը։ Հիմնականում այսքանը սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։